Պետական իրավիճակի վերաբերյալ հատկապես եկեղեցու։ Բավական շատ նամական վերաբերմունք կա եկեղեցու կողմից ձեր կառավարության դեմ։ Նաև ընդդիմության հետ կապված է այս իրավիճակը, ինչ եք տեսնում եկեղեցում, հասարակությունում, իրականում ինչ շանս ունեք հաջողության հասնել։ Գիտեք, շատ զգայուն թեմա է, հատկապես որ այն ավելի հասկանալի դառնա ձեզ եվրոպական լսարանիդ համար, ես խոսում եի քիչ առաջ ստանդարտներին համապատասխանելու մասին, այս ամբողջ պատմությունը եկեղեցու թեմայով զուտ համապատասխանելու մասին է։ Նախ եւ առաջ համապատասխանությունը եկեղեցու իր իսկ կանոններին։ Ինչ ենք մենք ցանկանում։ Մենք ցանկանում ենք տապանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն Այսինքն առաքելական եկեղեցու կանոններին, ի նկատի ունեմ համապատասխանությունը եկեղեցականների, հոգևորականների եւ այլն, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ եւ նրանց կներեք, որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնելու արտաքին ազդեցության համար։ Մենք ընդամենը ուզում ենք համապատասխանություն լինի։ Ընդհանրապես եկեղեցու եւ հոգևորականների, եկեղեցականների եւ եկեղեցու ղեկավարների համապատասխանությունը լինի, հաշվետվողականությունը լինի, ոչ ոք չգիտի թե ներ եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ոչ ոք դա չգիտի, քանի ինչ գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում, ու գիտեք, ամենամեծ խնդիրը որն է։ Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի վիճակում, իսկ սովորական եկեղեցականներից ոմանք ապրում են աղքատության մեջ, եւ դա խնդիր է, եւ դա վնաս է պատճառում մեր երկրի բարոյական մթնոլորտին։ Մենք ցանկանում ենք, որ արժեքահեն հասարակություն լինի, բայց ես ասում եմ, որ հնարավոր չէ ունենալ արժեքահեն հասարակություն, երբ մեր արժեհամակարգի էպիկենտրոնը ախտահարված է եւ մեզ անհրաժեշտ է բարեփոխում ունենալ, մեզ անհրաժեշտ է մեր եկեղեցին համապատասխանի մեր հասարակության առաջ եւ թափանցիկ լինի եւ դիլեն գործիքներ ստուգելու հոգևորականների, եկեղեցականների բարեվարկությունը եւ այլն, ու կարծում եմ մեր օրակարգը ամբողջովին թափանցիկ է, առանց ինչ-որ թաքնված կամ ծպտյալ օրակարգերի։ Ոմանք ասում են, թե կառավարությունն ու վարչապետը գործում են ընդդեմ հայաստանյան առաքելական եկեղեցու։ Դա անհնար է, գիտեք, որովհետև ես հետևորդ եմ, ես հավատացյալ եմ հայաստանյան առաքելական եկեղեցու։ Ես Հիսուս Քրիստոսի հավատացյալ եմ, ես հետևորդ եմ Հիսուս Քրիստոսի։ Վերջերս ես հայտարարեցի, որ Հիսուս Քրիստոսը իմ սիրտն է։ Եվ ես չեմ կարող գործել Հիսուս Քրիստոսին դեմ, հակառակ եւ իմ եկեղեցուն հակառակ։ Դա իմ եկեղեցին է, գիտեք։ Ու մեր եկեղեցին է։ 90-ից ավելի տոկոսը մեր կառավարության անդամների հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ իրենք ու մենք ցանկանում ենք համապատասխանի եւ թափանցիկ ու հաշվետու լինի եւ ազնիվ լինի եւ արժեքահեն լինի եկեղեցին։